Տեր օրհնի բոլորիդ։ Սիրելիներ, պետք է շարունակենք Մատթեոսի ավետարանի մեր սերտողությունը, քարոզաշարքը ասեմ, եւ այն թեման, ինչ որ խոսելու ենք, որոշ առումով շարունակությունն է այն թեմայի, որը մենք սկսեցինք վերջի կիրակին դրա մասին եմ խոսել, բայց չեմ հիշում, քանի կիրակի է անցել, այնուամենայնիվ, ինչքան գիտեմ, երկու կիրակի առաջ էինք, որ խոսեցինք արդարության իրական դրսևորման մասին, որ Հիսուս լեռան քարոզում հայտարարեց, որ եթե ձեր արդարությունը չգերազանցի փարիսեցիների դպիրների արդարությանը, երկնքի արքայությունը չեք կարող ժառանգել։ Եվ դրանից հետո Հիսուս Քրիստոս առանձնացրեց երեք բնագավառ, թե ինչպես էր այդ արդարությունը երևում կամ արտահայտվում։ Եվ առաջինը մենք խոսեցինք զոհաբերության համար, բարի գործերի մասին, թե ինչպես պետք է բարեգործություն անենք կամ զոհաբերություններ կատարենք։ Երկրորդ թեման, որ Հիսուս առանձնացրեց, դա աղոթքի թեման էր։ Եվ այսօր խոսելու ենք աղոթքի մասին, ու ինչի համար է սա կարևոր առհասարակ։ Քրիստոնեության մեջ կամ քրիստոնյաներիս համար հոգևոր կյանքը անհնարին է առանց աղոթքի։ Եթե որևիցե մի հավատացյալ, ճակերտավոր եմ ասում, կարող է ապրել առանց աղոթքների կամ առաջնորդվում է իր հոգևոր կյանքում առանց աղոթքների, այդ մարդը խնդիր ունի։ Դա նույնն է, որ պատկերացրեք տանը բույս ունենաք ու որոշում կայացնեք, որ տարիներով այդ բույսը չեք ջրելու։ Ինչ եք կարծում, ինչքան ժամանակ այդ բույսը կկարողանա կանգուն մնալ։ Ես ամռան շրջանակում կարող եմ մի շաբաթ էլ չլինի, արդեն երկրորդ օրը սկսի ճլորել, չորանալ։ Գիտեք, նույնն էլ մեր հոգևոր կյանքում, երբ որ մեր հոգևոր կյանքում բացակայում է ազնիվ աղոթքը, ես կասեմ ինչով է տարբերվում, ինչի, որտեղ մենք կարանք ավտոմատ կերպով աղոթենք։ Աղոթենք հաց ուտելուց 3 անգամ, աղոթենք քնելուց առաջ որպես ստանդարտ ինչ-որ մի գործողություն։ Բայց ինչքանով է դա ընդունելի, դա արդեն մեկ այլ հարց է, որի ընթացքում որ մի փոքր կանադառնամ։ Աղոթքը մեր հոգևոր կյանքի անբաժանելի մասն է, եւ չենք կարող մենք հոգևոր կյանքով ապրել առանց աղոթքի։ Մեր հոգևոր կյանքը սկսվում է աղոթքով, դարձի ապաշխարության եւ այն շարունակվում է այդ նույն աղոթքով։ Բայց աղոթքների տարբերություն էլ կա։ Օրինակի համար 2015 թվականին Մանիլայում, Ֆիլիպիններում կաթոլիկ եկեղեցին կազմակերպել էր երիտասարդական մի մեծ համագումար, որին անձամբ պետք է ներկա լիներ Հռոմի պապը։ Եվ գրված է, որ իրանք հավաքվել էին Ռիզալ այգում, եղել է հունվարի 18-ին 2015 թվականին։ Եվ գրված է, որ մասնակիցների թիվը ավելի քան 6 միլիոն մարդ էր, պատկերացրեք։ Մասնակցել են պատարագին, մասնակցել են միասնական աղոթքին։ Դե կարող ենք ասել հրաշալի բան է, տեսեք ինչ մեծ արթնություն կամ ցնծություն կա, բայց դրանից հետո առանձնապես ոչ մի բան տեղի չունեցավ։ Եթե այդքան հավատացյալ, իրապես այդքան հավատացյալներ կան, հաստատ իմացեք մեծ տարբերություններ պետք է տեղի ունենային այդ ամեն ինչին կամ նույնիսկ այդ շրջանակում, նույնիսկ աշխարհի մասշտաբով։ Ինչու որտեվ Հիսուս Քրիստոսով առաջնորդված 12 առաքյալները եւ դրանից հետո աշակերտները կարողացան ամբողջ երկրագունդը հեղաշրջել։ Պատկերացեք 5 միլիոն մարդ, եթե ճշմարտապես հավաքվեին աղոթքի, ինչ կարող լիներ 6 միլիոն, կներեք քչացնում եմ։ Ասեմ մենակ քրիստոնյաները չեն, որ սենց մեծականակ աղոթքի պահեր են ունենում։ Օրինակի համար մահմեդականները, գիտեք, Մեքքայում գոյություն ունի հաջի ժամանակահատվածը։ Եվ այս հաջի ժամանակահատվածում միլիոնավոր մարդիկ, ուխտավորներ, գնում են Մեքքա ուխտավորության եւ Արաֆատ լեռան վրա աղոթքով վերջացնում են իրանց ուխտը։
Եվ ամեն մի մուսուլման պարտավոր է, ոչ թե պարտավոր է, այլ մեծ, սենց ասած, պարտականություն է իր վրա կրում պարտադիր կերպով այս ուխտագնացությունը կազմակերպելու։ Եվ նորից այս մարդիկ նույնպես իրանք անվանում են հավատացյալներ, հոգևորներ, աղոթքի մեջ են լինում, բայց այնպես չէ, որ այդ աղոթները լսվում են կամ այդ աղոթները ընդունելի են լինում Աստծուն, ինչու որտև այլ Աստծու են աղոթում։ Գանք մի փոքր Հայաստանի շրջանակներ։ Հայաստանում շատ մատուռներ կան, որտեղ որ լիքը ուխտագնացություններ են կազմակերպում, բայց սենց ասած ըստիս, չգիտեմ, գուցե ես սխալվում եմ, այդքան ուխտագնացության սենց ջատագով մեկը չեմ, բայց Էձևի հայտնի մի մատուռներից մեկը Սուրբ Հովանես մատուռն է, Սպիտակին մոտ շրջանում, որտեղ որ տարվա կտրվածքով հազարավոր ուխտավորներ են գնում, ահագին խաչքարներ են ավելացրել, այնքան մարդ է գնում ու այնքան բռերով մոմ են վառում, որ տեղ չկա արդեն, նույնիսկ առանձին հավելյալ տեղեր են այդ մոմավառության համար անում, բայց երբ որ տեսնեք այդ ծայրահեղությունը ինչպես է հասնում, կտեսնեք, թե ինչ խայտարակություն է այդ ամեն ինչը։ Ու գիտեք, մարդիկ սա անվանում են ուխտագնացություն, մարդիկ սա անվանում են աղոթք, եւ սա մեր մարդիկ են, մեր հայերն են։ Ինչքանով է նման ուխտագնացությունները կամ նման աղոթքները ընդունելի Աստծուն։ Սա նույնպես հարց է, որ ամեն մեկս պետք է տանք, ինչու որտեվ մենք ինքներս ենք այս շրջապատից։ Մեր բարեկամները, մեր հարազատներն են, երբ որ խոսքը գնում է աղոթքից, պատկերացնում մոմավառություն եւ դրանից այն կողմ այլ բան չեն պատկերացնում։ Մենք որպես քրիստոնյաներ ինչ պատկերացում ունենք այս ամեն ինչի հետ կապված։ Եկեք բացենք Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխ 5-ից 8 համարներն են կարդալու եւ ավելի մանրամասը նման հարցերին կանրադառնանք։ Մատթեոս 6-րդ գլուխ 5-ից 8 համարները։ Եկեք ոտքի կանգնենք, մինչ ընթերցում ենք խոսքը։ Մատթեոս 6-րդ գլուխ 5-ից 8 համարները։ Երբ աղոթք անես, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց տեսանելի լինեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձքը ստացել են։ Այլ երբ դու աղոթես, մտիր քո սենյակը, փակիր դուռդ և ծածուկ աղոթիր քո հորը, և քո հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ։ Երբ աղոթք եք անում, մի շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն։ Արդ նրանց մի նմանվեք, որովհետև ձեր հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան նրանից ձեր որևիցե բան խնդրելը։ Եկեք աղոթենք։ Մեր երկնավոր հայրերապես փառք ենք քեզ տալիս այս առանձնաշնորհման համար, որ կարող ենք գալ քո առաջ աղոթքով Տեր։ Սա մի բան է, որ ժամանակին այդ հնարավորությունը չունենք, բայց քո որդու միջոցով այդ հնարավորությունն ունենք։ Ուստի ով Տեր Աստված օգնի, որպեսզի մեր աղոթքի դրսևորումը ընդունելի լինի քո առաջ Տեր, որպեսզի մեր աղոթքը քո առաջ ընդունելի լինի եւ հաճելի լինի Տեր։ Սովորեցրու մեզ, փոխիր մեզ, մեր մտածելակերպը, մեր հայացքը, մեր ընթացքը Տեր, որպեսզի ամեն ինչի մեջ քեզ փառավորենք եւ քեզ մեծարենք, որովհետև դու ես արժանի ամեն փառքի, ամեն մեծարանքի։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք խնդրեմ։ Գիտեք, այս հատվածը, որ միասին ընթերցեցինք, բավականին նման է այն հատվածին, որ մինչև այդ արդեն ընթերցել էինք, ու այն թեմային, որ արդեն իսկ խոսել էինք զոհաբերության մասին։ Բայց այստեղ որոշակի առանձնահատկություններ կա եւ մենք ուշադրություն կդարձնենք այդ առանձնահատկություններին։ Նախ եւ առաջ պետք է հստակ հասկանանք մի բան, որ աղոթքը ցուցադրական ներկայացում չէ։ Աղոթքը ցուցադրական ներկայացում չէ։ Ինչի եմ սա շեշտում, ինչի եմ մի քանի անգամ ուզում շեշտել, որտեղ հիմնական նյութը սրա մասին է լինելու։ Ես ճանաչում եմ հավատացյալների, ես ճանաչում եմ մարդկանց, որոնց համար աղոթքը դա թատրոն է։
Ցուցադրական թատրոն է, որպեսզի մարդիկ տեսնեն, զմայլվեն, ասեն, այս ինչ բաների մասին է աղոթում։ Ասեմ այս ձևի մի բան, որ ես ինքս, երբ որ նորադարձ էի ու մասնակցում էի աղոթաժողովներին, երբ որ գիտեի, որ հերթը հասնելու են ինձ, մտածում էի, թե ինչպիսի գեղեցիկ բառեր պետք է օգտագործեմ։ Այդ աղոթքի ժամանակ աղոթում էի աշխարհին խաղաղության համար, բոլորի բժշկության համար, սովածներին կշտացնելու նման մեծ ինչ որ sense բաներ, որպեսզի մարդիկ ասեն, տես, ինչ աղոթք է անում, ինչպիսի խոսքեր է օգտագործում, ինչպիսի սիրտ ունի ում մասին է մտածում, հասկանում եք, բայց սա այս ամեն ինչը կեղծավորություն էր, որի համար այո Տերը հանդիմանեց եւ ես սկսեցի ավելի մտածել, որ ոչ թե ուղղակի ասեմ բառեր, զոտ բառերի համար, այլ իրապես այն ինչ որ սրտիս մեջ կա, այն ինչ որ սովորել եմ, այն ինչ որ գիտեմ, որ չլինի թե երեսպաշտություն կամ կեղծավորություն, որտեղ Աստված կեղծավորությունը չի ընդունում եւ չի նայում այն ամեն ինչ, որ մեր շուրթերին, այլ նայում է ինչին, մեր սրտին, որտեղ մեր շուրթերին շատ բաներ կարա լինի, բայց մեր սիրտը ընդհանրապես կապ չունենա այն ամենի հետ, ինչ որ մենք խոսում ենք։ Գիտեք, մեկ այլ խնդիր, ինչ որ նորից նկատել է ինքս ինձ հետ կապված, որ շատ-շատերին խոստանում էի, որ կաղոթեմ այդ քո կարիքների կամ խնդրանքի համար, բայց հետո մոռանում անցնում գնում էի։ Շաբաթը անցնում էր, տեսնում էի ու հասկանում էի, որ այս մարդուն խոստացել է, որ այս հարցի վերաբերյալ կաղոթեմ, բայց փաստացի չեմ աղոթել։ Ու հիմա սովորություն ունեմ, եթե ինչ-որ մեկին ասում եմ, որ աղոթելու եմ, կամ այդ պահի դրությամբ եմ աղոթում, կամ եթե կողքս չի, հենց այդ վայրկյանին աղոթում եմ, որպեսզի այն ինչ որ խոստանում եմ, ազնիվ կերպով կատարեմ։ Ինչպիսի տեսք ունի Աստվածահաճո աղոթքը։ Այն արտահայտվում է այս հատվածի մեջ 3 կերպով։ Հիսուս Քրիստոս այն ինչ որ տվեց այս հատվածի մեջ կտեսնենք 3 կերպերը, թե որն է Աստվածահաճո աղոթքը։ Մյուս կիրակի եթե Տերը կամենա եւ իր գալուստը ուշացնի, կխոսենք նաեւ աղոթքի բովանդակության մասին։ Այսօր մի փոքր խոսելու ենք կերպի մասին կամ ձևի մասին։ Առաջինը՝ մի աղոթեք կեղծաբար։ Եկեք ընթերցենք եւս մեկ անգամ 5-րդ համարը։ Երբ աղոթք անես, հիմա երբ որ սկիզբը սկսում է Հիսուս Քրիստոս իր խոսքը, այս երբ աղոթք անես ընդհանրական է, այսինքն վերաբերվում է բոլորին։ Բոլոր ընկունդիրներին էր վերաբերվում եւ Հիսուս առանձնացում ասում է, երբ աղոթք անես, չլինես կեղծավորների պես։ Ես 2 կիրակի առաջ ձեզ կհիշեք այդ կեղծավոր բառը բացատրեցի, որ այն օգտագործվում էր դերասանների համար։ Դերասանը մեկն է, ով որ արտաքինից մի տեսք ունի, մի դեր է խաղում, բայց ներքուստ ինքը այդ մարդը չէ։ Հիպոկրիտը բառն է, որը որ նշանակում է դերասանություն։ Հիսուսն ասում է, որ երբ որ աղոթես, դերասանի պես չլինես։ Ինչի, որտեղ որոշ առումով նույնիսկ մարդկանց տոնայնությունն է փոխվում աղոթելուց կամ քարոզելուց։ Կեղծավորների պես չլինես, որոնք սիրում են, ուշադրություն դարձրեք, որտեղ աղոթելու, ժողովարաններում եւ հրապարակների անկյունում կանգնած։ Հիմա ուշադրություն դարձրեք, այս 2 տեղի մասին ենք խոսելու։ Ինչ էր իրենից ներկայացնում ժողովարանը։ Բացի մարդկանց շատ լինել, այնտեղ շատ տեղեր կան, որ մարդիկ շատ են։ Երկրորդն ավելի նկարագրում։ Ժողովարանը կրոնական մի վայր էր, որտեղ որ հավաքվում էին ավելի սենց հոգևոր մարդիկ, ովքեր որ հավաքվում էին քննարկելու, խոսելու Թորայից, այսինքն 5 կտակարանից, եւ դա ամենասենց ասած հարմար վայրն է, որպեսզի ցույց տաս քո հոգևորությունը, քո հոգևոր աստիճանը։ Բացի նրանից, որ այն հոգևոր կենտրոն էր, նաև ժողովարանները այն ժամանակ հրեաների համար մշակութային կենտրոններ էին համարվում։ Ինչպես որ ժամանակին, օրինակ հայ առաքելական եկեղեցին եղել է մշակույթի կենտրոն, որտեղ որ սովորել են լեզուն, որտեղ որ սովորել են որոշ գիտություն, նույն բանը հրեաների համար ժողովարանը այն վայրն էր, որտեղ որ շփումը կար, որտեղ որ ընդհանուր հասկացողություն էր կատարվում, թե ինչա տեղի ունենում իրենց շրջապատում, ով որտեղ է ինչով է զբաղվում եւ բնականաբար կար նաեւ այդ կրոնական մասը։ Եվ որպեսզի կարողանան մարդկանց մոտ ցույց տային իրանց հոգևոր աստիճանը, հոգևոր դասը, փարիսեցիներն ու դպիրները, գեղծավորները սիրում էին նման վայրերում ինչ անել, աղոթք անել։
Երկրորդը ուշադրություն դարձրեք հրապարակների անկյունում։ Հիմա հրապարակ բառը մեր մոտ մի քիչ ավելի թարգմանությունը այդքան էլ չի համապատասխանում, բայց իմաստային առումով նույնն է։ Ինքը նկարագրում է ճանապարհ, բայց լայն ճանապարհ։ Այսինքն հունարենում մենք ունենք բառեր, որոնք որ նկարագրում են ուղղակի պարզ ճանապարհներ եւ ճանապարհ, որը որ լայն ճանապարհ է, այսինքն մի ճանապարհը, որտեղ որ բավականին շատ ընթացք կա, բավականին շատ մարդիկ են գնում այստեղ ու այնտեղ։ Հրեաներն ունեն սովորություն օրվա ընթացքում 3 անգամ աղոթել, ինչպես որ մուսուլմանները օրինակի համար ունեն հստակ ժամեր, որ աղոթում են, օրինակ երբ որ Եգիպտոսում էինք, պահ կար, որ բոլորը, չէ, շատերը ուղղակի իրանց խալին փռում էին եւ իրանք իրանց աղոթքի ժամանակ էին տալի։ Բոլորը չէին, բայց այնուամենայնիվ կային այդ ձևի մարդիկ։ Նույնպես եւ հրեաները, որը որ գալիս էր էլի 5 տականի սովորությունից, ունեին սովորություն 3 անգամ աղոթելու։ Ու այս աղոթքը կապված էր լինում զոհաբերության ժամերին։ Օրինակի համար, եթե կարդանք Եզրաս 9:5, տեսեք ինչ է ասում։ Երեկոյան զոհաբերությանը, ուշադրություն դարձեք, երեկոյան զոհաբերության ժամին վեր կացա իմ տառապանքի տեղից եւ իմ պատառոտված հագուստով ու վերարկով ծունկի իջա եւ ձեռքերս տարածեցի դեպի իմ Տեր Աստված, այսինքն այդ ժամին աղոթք արեցի։ Դանիել 9-րդ գլուխ 21 համարում նույնպես տեսնում եք արդեն նորից զոհաբերության ժամին, որ Դանիելը կոնկրետ ժամի աղոթք է կանգնում ու Դանիելի պատմությունը նրանք ովքեր որ կարդացել են գիտեին, որ այն մարդիկ ովքեր որ ուզում էին վնասեին, հստակ գիտեին, որ Դանիելը աղոթքի ժամեր ունի եւ դրա համար կարողացան մատնեն իրեն այս ձև ասած։ Եվ այս սովորությունը, սենց ասած կրոնավոր հավատացյալները կամ կրոնավոր հրեաները վերցրել էին եւ կար հստակ ժամեր։ Եվ ինչ էին անում այս փարիսեցիները կամ դպիրները։ Երբ որ ժամը գալիս էին, ուզում էին լինեին այնտեղ, որտեղ որ ինչ կա, շարժ կա։ Այսինքն եթե մի փողոցում են հայտնվելու, որ այդքան մարդ չկա, մի քիչ իմաստ չունի այդտեղ աղոթքի կանգնես։ Դրա համար այն ժամը նենց էին հաշվարկում, որ այդ ժամին լինեին այդ լայն փողոցների շրջանակում, ինչի, որ երբ որ սկսեին աղոթել, մարդիկ ինչ անեին, ողջունեին, ասեն, տեսեք, ինչ աստվածապաշտ անձնավորությունը աղոթք է անում ու բոլոր այդ ամեն ինչը տեսնելու էին։ Ինչի էին կեղծավոր։ Ինչի է Հիսուս Քրիստոս այս մարդկանց անվանում կեղծավոր, որովհետև իրենց աղոթքը ուղղված չէր Աստծուն։ Իրենց աղոթքը ուղղված էր նրան, որպեսզի մարդիկ տեսնեն եւ այդ մարդիկ իրենց գովաբանեն։ Այդ մարդկանցից իրենք փառաբանություն ստանան։ Դրա համար է Հիսուս անվանում այս մարդկանց կեղծավոր, որ անունով աղոթում են Աստծուն, բայց ընդհանրապես իրենց չի հետաքրքրում Աստված։ Աղոթքի ժամանակ մտածում են ինչ բառեր օգտագործեն, որպեսզի դիմացի լսողներն ասեն «վաու», երկրորդը մտածում են թե որ վայրում աղոթեն, որպեսզի շատ ունկնդիրներ ունենան, եւ դրա համար էլ Հիսուս Քրիստոս նման աղոթք անվանեց ինչ? Կեղծավոր աղոթք։ Մենք երբ որ աղոթում ենք, շատ պետք է զգույշ լինենք, ինչի որտեղ այս կեղծավորությունը մարդկային մեղավոր բնույթի վրա նստած է։ Մենք ուզում ենք մարդկանց կողմից փառավորվենք։ Մենք ուզում ենք, որ մարդիկ տեսնեն ու որոշ առումով գնահատեն մեր արածը։ Մենակ աղոթքի մասին չի խոսքը գնում։ Ցանկացած ծառայություն, ցանկացած ինչ-որ մի բարի գործ, որ անում ես, ասես ներսդ նստած է, որպեսի պատմես, բայց չիմացար ինչ արեցի, բայց չտեսար ես ինչ արեցի։ Եթե հանկարծ մեկն էլ չի նկատում, նեղվում ենք, ասում ենք ախր ես այսքան ծառայեցի, ես այսքան արեցի, չեք գնահատում էլի ինձ։ Հասկանում եք, սա մարդկային մեղքի մի մաս է, որով որ մենք ուզենք թե չուզենք, այդ մեղքը որոշ առումով արտահայտվում է եւ մենք պետք է զգույշ լինենք։ Մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի մեր աղոթքը կեղծավոր չլինի, մեր ընթացքը Աստծո առաջ կեղծավոր չլինի։ 5 տականում շատ հստակ Աստծո խոսքն ասում է, որ Աստված նայում է սրտին, այլ ոչ թե շուրթերին։ Մենք հակառակը շատ դեպքերում նայում ենք շուրթերին, այլ ոչ թե սրտին, ինչի որտեղ սիրտը չենք կարող քննենք։ Ինքներս մեր սիրտներ չենք կարող քննենք։ Դրա համար Տերը կարիք ունի մեր սիրտը փոխելու, մենք կարիք ունենք, որպեսզի փոփոխվենք, կարիք ունենք, որպեսզի աղոթենք ու ասենք Տեր, ինչ արա։ Օգնի, որպեսզի իմ աղոթքը ազնիվ լինի, անկեղծ լինի։ Երբ որ կարդում եք Սաղմոսները,
Կնկատեք շատ դեպքերում, որ սաղմոսերգուները նույնիսկ անեծք են ասում են թող անիծվեն թշնամիները, նրանց ոսկորները կոտրատվեն, նրանք ուրախ օր չտեսնեն, ու մի կողմից զարմանում ես, ասում ես ոնց կարա սաղմոսերգուն նման մի աղոթք անի, ոնց է Աստված այդ ամեն ինչը թույլ տվել, բայց գիտեք ինչ, այդ մարդիկ ազնիվ են, հասկանում եք, այդ մարդիկ ազնիվ են եղել իրանց աղոթքի մեջ, այն ինչ որ իրանց սրտի մեջ եղել է, դա էլ աղոթել են։ Եվ ուշադրություն դարձեք, այդ սաղմոսները հիմնականում Տերը ինչ անում, կամաց այդ մարդկանց սիրտը փոխում է, նույնիսկ այդ սաղմոսի մեջ կտեսնես, որ սաղմոսի ավարտում արդեն Տիրոջն են փառավորում, այդ ամեն ինչը հանձնում են Տիրոջ ձեռքերի մեջ։ Իսկ մենք կարանք բարկացած լինենք, կարանք նեղված լինենք, ու աղոթենք, ասենք Տեր Աստված փառք քեզ, ինչ գեղեցիկ օր է կամ ինչ հրաշալի բան է, կյանք ենք ապրում։ Բայց ազնիվ չենք, մեր սրտում բարկություն կա, ավելի լավ կլինի, որ ազնիվ կերպով ասեմ Տեր Աստված, բարկացած եմ, նեղված եմ, անհասկանալի իրավիճակում եմ գտնում, ինչ անեմ, փոխին ինձ, ցույց տուր։ Ազնիվ պետք է լինենք, որովհետև հակառակ դեպքում կեղծավոր ենք լինելու։ Այն ինչ որ մեր սրտում է լինելու, այդ ամեն ինչին չենք ասելու, այլ կեղծավորություն ենք անելու։ Լացելու փոխարեն ինչ որ բաներ ենք այլ խոսելու։ Դրա համար ավելի լավ է 1, 2, 3 բառ, ինչ որ ձեր սրտից է ուղեք Աստծուն եւ խնդրեք, որպեսզի Աստված փոխի ձեզ, այլ ոչ թե հազարավոր բառեր, որոնք որ անիմաստ են, որոնք որ ձեզ հետ ընդհանրապես կապ չունեն։ Մատթեոս 6-րդ գլուխ 2-րդ համարը նման է այս նույն կառուցվածքին, ինչ որ կարդացինք։ Արդ երբ ողորմություն անես, ուշադրություն դարձրեք, մի փոխարիր քո առաջ, ինչպես կեղծավորներն են ժողովարաններում եւ փողոցներում անում, որպեսզի մարդկանցից փառավորվեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք իրենց վարձքը ստացել են։ Հիմա ուշադրություն դարձրեք, այս նույն արտահայտությունը վերջում Հիսուս Քրիստոս նորից կրկնում է, որ կարդացինք այդ հատվածը։ Տեսեք 5-րդ համարը ճշմարիտ եմ ասում, որ նրանք իրենց վարձքը ստացել են։ Կառուցվածքը նույնն է, բայց ընդհանրապես մի հատ բառ Հիսուս ավելացնում է։ Այդ ճշմարիտ եմ ասում բառը հունարեն ամեն բառն է, եւ Հիսուս եւս մեկ անգամ այս նույն արտահայտությունը կրկնում է եւ հաստատում է։ Ասում այն ինչ որ ասում եմ ճշմարտություն է, որ այս մարդիկ իրենց վարձքը ստացել են, ինչպես են իրենց վարձքը ստացել։ Ինչ էին ակնկալում։ Մարդկանցից էին ակնկալում պատասխան, այդ պատասխանը իրանք ստանում են մարդկանցից։ Այսինքն իրենց ակնկալիքը Աստծո հետ ընդհանրապես կապ չունի։ Իրանք չեն աղոթում, որպեսզի Աստված պատասխանի։ Եվ նույնպես շատ դեպքերում մենք աղոթում ենք ու չենք ակնկալում Աստծուց պատասխան։ Դե պետք է աղոթեի, աղոթեցի ու վերջ։ Հասկանում եք, երբ որ մենք աղոթում ենք, մենք իրապես պետք է գիտակցենք ու ակնկալենք Աստծուց պատասխան։ Չենք կարող ուղղակի աղոթենք ու մոռանանք։ Չենք կարող ուղղակի աղոթենք ու շարունակենք բզբզալ, կարծես թե մենք ընդհանրապես այս թեմայով չենք էլ աղոթել։ Չի կարա դա լինի։ Եթե մենք ճշմարտապես ակնկալում ենք Աստծուց պատասխան, աղոթքն էլ համապատասխան կլինի։ Իր կողմից պատասխանն էլ նորից համապատասխան կլինի։ Մարկոսի ավետարան 12-րդ գլուխ 38-ից 40 համարներն եմ ուզում կարդամ։ Մարկոս 12:38-ից 40։ Հիսուս իր ուսուցման մեջ նրանց ասում էր. զգուշացեք դպիրներից, որոնք դուրս են գալի փառավոր հագուստներով ման գալ ու հրապարակում հարգալից ողջուններ ընդունել։ Ուշադրություն դարձնում եք։ Հատուկ շորերով էին դուրս գալիս, հատուկ հրապարակներ, մեծ փողոցներ էին գնում, ինչի համար, որպեսզի մարդկանցից հարգալից ինչ ողջուններ ստանան, շալոմը լսեն, հասկանում եք։ Ժողովարանների առաջին աթոռներն են զբաղեցնում, ընթրիքներին առաջի տեղերը, նրանք այրիների ունեցվածքն են ուտում, ուշադրություն դարձրեք, ու ցուցադրաբար երկար աղոթք են անում, ցուցադրաբար։ Ու այս ամեն ինչի պատասխանը ինչ է լինելու, Հիսուս շատ հստակ է ասում։ Նրանք ավելի խիստ են պատժվելու։ Ինչի, որտեղ Աստծո անունն էին օգտագործում, Աստծո անունով տարբեր բաներ էին խոսում, բայց Աստծո հետ ընդհանրապես կապ չունեն եւ նրանց շահն էին, իրենք իրենց շահն էին փնտրում։ Այսօր էլ շատ եկեղեցիներ, շատ հովիվներ,
Շատ քարոզիչներ Աստծո անունն են օգտագործում իրենց շահի համար, իրենց փառքի համար։ Եվ այս մարդիկ Աստծո խոսքն ասում է շատ ավելի մեծ պատժի են արժանալու, քան թե անհավատները, որոնք որ երբեք Աստծուն ասել են չեն ճանաչում կամ մերժել են։ Այս մարդիկ ավելի մեծ դատաստանի են արժանի լինելու։ Դրա համար երբ որ մենք զգուշ պետք է լինենք, որ մեր աղոթքը կեղծավոր չլինի, ազնիվ լինենք, անկեղծ լինենք, խոսքով համեմված լինի մեր աղոթքը, որպեսզի Աստծո առաջ ընդունելի լինի։ Երկրորդը, աղոթեք առանձնացված, աղոթեք ծածուկ կերպով, 6-րդ համարը։ Այլ երբ դու աղոթես, մտիր քո սենյակը, փակիր դուռդ եւ ծածուկ աղոթիր քո հորը։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Հիսուս Քրիստոս, երբ որ առաջի հատվածը ներկայացնում է, սրա անտիթեզիսն է կամ հակառակն է բերում։ Այսինքն փարիսեցիները բոլորի առաջ էին աղոթում, ուշադրություն դարձեք, ստե ինչ ասում, ավելացնում, ով աղոթի, չէ, սկիզբը կարդացեք, այլ երբ դու աղոթես, ավելի առանձնացնում է ընդհանրականից, ավելի անհատական առանձնացնում է շեշտադրություն անում։ Երբ որ դու աղոթես, դու ես ձև աղոթի։ Ունենք գեղցավորներին, դպիրներին, փարիսեցիներին եւ կաս դու։ Մի ասեք բոլորը, մի ասեք նրանք, այս նրանք բոլորը մի քիչ որոշ առումով մենք կարծես դուրս ենք գնում։ Հիսուս առանձնացնում ասում է, երբ որ դու աղոթես, մտիր քո սենյակը, փակիր դուռդ։ Եթե այն ժամանակվա կոնտեքստը ուսումնասիրեք, կտեսնեք, որ առանձին սենյակ, որը որ հնարավորություն էր փակվելու, դա այն վայրն էր, որտեղ որ պահում էին սնունդը, որտեղ որ պահում էին իրեր, որ հանկարծ կենդանիները չմտնեն։ Մնացած տեղերը բաց էր, ինչի որտեղ բավականին շոկ էր ու հնարավորինս պետքա բաց լիներ, որպեսզի օդափոխություն լիներ։ Այդ մի սենյակն էր, որը որ փակվում էր, որպեսզի կենդանիները չմտնեին, պահեստներ։ Հիսուս ասում է, երբ որ աղոթես, ուշադրություն դարձեք, չի ասում միայն քո տան մեջ, հասկանում եք։ Նույնիսկ ասում եմ, մտի այդ կարծես այդ պահեստային հատվածը առանձնացվի։ Գուցե այդքան հարմար չի, շոկ է, այդքան էլ հարմար տեղ չի, բայց նույնիսկ առանձնացի, որպեսզի նույնիսկ քո ընտանիքի անդամները չտենան, որ հանկարծ չլինի թե գայթակղություն ինչ անելու, ընտանիքի անդամների առաջ աղոթք բարձրացնես, որ կարծես դու այդքան սուրբ ես, մեծ ես, չգիտեմ, ինչ որ նման բերով, այլ ինչ արա, լրիվ առանձնացի, երբ որ առանձնանում ես, ասում է, այդ ժամանակ աղոթքդ ում ուղված կլինի, Հոր Աստծուն, Հայր Աստծուն ուղված կլինի, այլ ունկնդիրներ ընդ չկա, այլ մարդիկ չկան, որևիցե մեկը չկա, մնում է միմիայն դու եւ Հայր Աստված։ Եվ ասում է ծածուկ աղոթիր քո հորը, եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, նորից շեշտում է, որ Աստված ամենատես է։ Աստված ամենատես է, Աստված ամեն բան գիտի։ Դրա համար կարիքը չունեմ ուխտագնացության, կարիքը չունեմ 3 կիլոմետր քայլելու, որպեսզի հասնեմ այդ Սուրբ Հովանեսը։ Կարիքը չունեմ սուրբ վայրեր գնալու, որպեսզի Տերը ինձ լսի։ Կարիքը չունեմ նույնիսկ այդ մոմի, հասկանում եք։ Այդ ամեն ինչը ուղղակի կողքից ինչ որ բաներ են, որը որ չի կարող ինձ որևիցե օգուտ տա աղոթքի մեջ։ Հիսուսն ասում է առանձնացի։ Առանձնացի դու քո Աստված ու վերջ, որևիցե մեկին մի խառնի դրա մեջ։ Միջնորդի կարիք էլ չունենք այլևս, գիտեք ինչի։ Որտեվ Հիսուս Քրիստոս խաչվեց։ Ժամանակին միջնորդի կարիք ունեինք։ Հիմա միջնորդի կարիք էլ չունենք։ Քահանաները մարդկանց ու Աստծո միջև միջնորդներ չեն։ Ընդամենը մեկ միջնորդ ունենք Հիսուս Քրիստոսը։ Դրա համար ասում է առանձնացեք, աղոթեք։ Եվ Տերը, որ ծածուկում լսում է, կպատասխանի։ Հիմա ինչ։ Արդյոք Աստծո խոսքը դեմ է ընդհանրական աղոթքներին։ Օրինակի համար Սևակ եղբայրը ընդհանրական աղոթք արեց։ Ես պաշտամունքից կամ քարոզից առաջ ընդհանրական աղոթք արեցի։ Արդյոք այս պատվերը հակասում է ընդհանրական աղոթքներին։ Կասեմ միանշանակ ոչ։ Չի հակասում, որտեվ նույն գործք առաքելոց օրինակի համար 2-րդ գլուխ 42 համարի մեջ տեսնում ենք, որ ասում է ջերմերադորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, հացի բեկմանը եւ ինչերին, աղոթքներին։ Հետևաբար առաքյալները ինչ էին անում, ընդհանրական աղոթքներ անում էին։ Գործք առաքելոց 12:12 եւ սթափվելով եկավ Մարկոս կոչված Հովանեսի մոտ Մարիամի տունը, որտեղ շատերը հավաքվել եւ ինչ էին անում, աղոթում էին։
Ու շարունակ կարանք տեսնենք, որ ընդհանրական աղոթք եկեղեցում կար եւ մեկը մյուսին չի հակասում։ Գիտեք խնդիրն ինչումն է։ Ընդհանրական աղոթքի մեջ չի։ Խնդիրը կեղծավորության մեջ է, ազնիվես թե ոչ։ Ազնիվես թե ոչ։ Ընդհանրական աղոթք կարա լինի, որը որ ազնիվ չլինի, Աստծուց ընդունելի չլինի, եւ կարա ընդհանրական աղոթք լինի, որը որ ազնիվ լինի։ Ու միասին մենք կարողանանք հանգիստ ձևով ինչ ասել, ամեն ասել։ Մենք հոգևոր կյանքում մենք պետք է ունենանք թե ընդհանրական աղոթքը, թե նաև առանձին աղոթքը, մեր մենիկ պահը, երբ որ մենք առանձնանում ենք, խոսքն ենք կարդում, մենք մեր ժամանակն ենք անցնում։ Բայց ուրիշ մի բան ասեմ, ընտանիքում օրինակի համար, եթե ունես զավակներ, ով պետք է աղոթի, ով պետք է օրինակ լինի քո երեխաների համար, քո կնոջ համար, ամուսինը։ Հետևաբար ընդհանրական աղոթքը ոչ միայն եկեղեցում է լինում, այլ նաև ընտանիքի ներսում, որտեղ որ ընտանիքի հայրը աղոթում է, որտեղ որ մայրը աղոթում է իր երեխաների համար, եւ երեխաները այդ ամեն ինչը տեսնում են։ Հետևաբար ամեն մի քրիստոնյա պետք է ունենա եւ ընդհանրական աղոթք իր կյանքում, եւ նաեւ անհատական, առանձին, եւ Հիսուս սա է առանձնացնում, հակառակը փարիսեցիների մտածելակերպի, փարիսեցիների աղոթքի, ասում են, երբ որ դու աղոթես, իրանց նման մի եղի, ինչ արա, առանձնացիր, որտեվ քո ակնկալիքը ումից է լինելու, Աստծուց է լինելու։ Կարևորը մեր սիրտն է, թե որտեղ է արդյոք լիարժեք կերպով Տիրոջն ենք պաշտում, թե երեսպաշտություն ենք անում։ Եթե կեղծավոր լինենք, երեսպաշտությամբ ենք զբաղվելու։ Հետո ժամանակը գալու է, հանդիմանվելու ենք, հավատացնում եմ ձեզ։ Երրորդը, մի շատախոսեք աղոթքի ժամանակ, 7-րդ համարը։ Երբ աղոթք եք անում, մի շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն։ Հիմա շարություն դարձրեք, բացի փարիսեցիներից ու դպիրներից, իրանք ունեին նաև օրինակը ում, հեթանոսների։ Հեթանոսներն իրենց հերթին շատախոսում էին, կրկնում էին անդադար, հույս ունենալով, որ շատ անգամ կրկնելով ինչ կստանան, պատասխանը կստանան։ Եթե նույնիսկ կհիշեք Եղիայի հետ պատմության մեջ, երբ որ մոգերը Բահաղի փորձում էին հրաշք գործել, մեկ-մեկ Եղիան նույնիսկ որոշ առումով սենց մոտենում էր, ասում էր, մի քիչ բարձր գոռացեք, հեգնում էր, ասում էր կարող է քնածը արթնանա, մի քիչ ավելի փորձեք, ավելի ոգևորվեք, ինչի, որտեվ կարծում են, որ իսկապես այս ամեն ինչը աշխատում է։ Բայց ասեմ, որ մենք էլ այս խնդիրն ունենք։ Այս ամեն ինչի նպատակը ոչ թե բառերի շատությունն էր, այլ նման է նրան, որ կարծես մոգական բառեր կա։ Եթե այս բառերը ճիշտ հերթականությամբ ասես, ուալյա, պատասխանդ միանգամից կստանաս։ Այսինքն, գիտեք ինչ է նման, այն կախարդական փայտիկին, չէ՞, գիտեք, չէ՞, որ ասենք ֆիլմերում կամ մուլտֆիլմերում հատուկ մի բառակապակցություն պետք է անեին, որպեսզի դրանից հետո իրենց ցանկությունը իրականանար։ Հավատացյալներ կան, որ այդ նույն բառակապակցությունը փորձում են օգտագործել Աստծո նկատմամբ։ Կանգնում են, հռչակում են Հիսուս Քրիստոսի անունով, հռչակում ենք սա, հռչակում ենք այն, չարը խափանվի, էսի դուզ գա, այնի դուզ գա, ու նմանը հենց սրա։ Այսինքն փորձում են մոգական բառերի օգտագործմամբ ում կառավարել։ Աստծուն։ Մտածում են, որ եթե ճիշտ բառերի շարան դրեցին, ճիշտ տոնայնությամբ ասեցին, Աստված իրանց հպատակվելու ու կատարելու իրանց կամքը։ Կամ օրինակի համար նորից շատ քրիստոնյաների խնդիրն է։ Երբ որ աղոթում են, վերջն է հասնում, սենց վերջում Հիսուս Քրիստոսի անունով ամեն, կամ հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու ամեն, ոնց որ աղոթքը արել վերջացրել են, այս վերջի հատվածը պետք է սենց արագ կպցնեն, էդի կապ չունի աղոթքի հետ, պրոստը էդի տենց են վերջացնում բոլորը, հիմա մենք էլ տենց պետք է անենք։ Սա էլ է խնդիր, ինչի, որտեվ արդյոք դա աղոթքի մասը չի։ Եթե ես ընդհանուր աղոթեցի վերջացրել եմ, ամեն ասեք վերջացրեք, այդ բանը հենց այնպես մի կպցրեք։ Եթե վերջավորություն ուզում եք, ասեք Քրիստոսի անունով, մտածված այդ ամեն ինչը արեք, ինչի որտեվ Հիսուս Քրիստոսը ինքը մեզ այդ արտոնությունը տվեց։ Եթե երրորդության անունն եք հիշում, նորից մտածված արեք, որպեսզի ավտոմատ կերպով չլինի։
Ինչի որտեվ սա էլ է ստացվում կարծես մոգական բառեր։ Սկիզբը սկսում ենք սենց, հայր մեր կամ մեկ այլ ինչ որ տերմինաբանությամբ, մեր ուզածն ենք ասում եւ վերջավորությունն էլ հստակ վերջավորություն կա։ Սա ճիշտ մոտեցում չի։ Սրա մեջ էլ կա որոշակի կեղծավորություն եւ շատախոսություն։ Ինչի որտեվ ընդհանրապես դա իմ աղոթքի հետ կապ չունի, ուղղակի բոլորը այդ ձև են ասում, դե ես էլ եմ այդ ձև ասում։ Չես ելներ, դա էլ մտածված պետքա լինի։ Դա ձեր աղոթքի մասը պետքա լինի։ Եվ չի կարա ուղղակի սենց հավելյալ մի հատ ինչ որ մի բան է, որ մենք կպցրեցինք դրա հետ։ Ղուկասի ավետարանում 18-րդ գլուխը արդեն անցած անգամ կարդացինք, բայց ուզում 11 համարը եւս մեկ անգամ կարդանք։ Փարիսեցին առանձին կանգնած այս աղոթքն էր անում. Ով Աստված, շնորհակալ եմ քեզանից, որ ես ուրիշ մարդկանց պես չեմ, ինչպես հափշտակողները, անիրավները, շնացողները կամ ինչպես այս մաքսավորը։ Ուշադրություն դարձեք, ինչպիսի բառեր է օգտագործում, երկար է խոսում, երկար ներկայացնում է։ Իսկ գրված է մաքսավոր ընդհանրապես ոչ մի բառ չէր կարող ասել, երկու բաներ ասում, ասում էր Տեր ներիր։ Հասկանում եք, ու դրանից հետո ասում են ինչ եք կարծում, այս երկուսից ում որ մեկը աղոթքը լսվեց, որ մեկը շնորհք ստացավ։ Այն մեկը որ ազնիվ կերպով նույնիսկ այդ երկու բառն են օգտագործում, դրա համար խնդիրը շատախոսության մեջ չի։ Խնդիրը երկար աղոթելու մեջ չի։ Օրինակի համար Հիսուս Քրիստոս իր ծառայության ընթացքում մի քանի անգամ տեսնում ենք, որ ամբողջ երեկո աղոթեց։ Ղուկաս 6-րդ գլուխ 12 համար այդ օրերին Հիսուսը լեռանը ելնելով աղոթելու եւ ամբողջ գիշերը անցկացրեց Աստծո հետ աղոթելով։ Այսինքն ամբողջ գիշեր Հիսուս Քրիստոս աղոթք էր անում, բայց սա շատախոսություն չէր, ժողովուրդ։ Սա ազնիվ շփում էր, խորհրդակցություն էր, հարաբերություն էր Աստծո հետ, կենթանի շփում էր, արհեստական չէր։ Դրա համար այո, կարա նաև լինի երկար աղոթք եւ սա շատախոսության մասին չի։ Երբ որ մենք իրապես գալիս ենք այն հասկացողության, այն մակարդակի, այն կարիքի, որ մենք կարիք ունենք Աստծո հետ երկար շփվելու, շփվեք։ Խոսքը կարդացեք, նորից աղոթեք, մտորեք, ավտոմատ բառեր մի օգտագործեք։ Նման օրինակներ շատ կա։ Տարբերությունը ոչ թե բառերի շատությունն է, այլ ազնվությունն է, ինչի որտեվ Աստված տենում է մեր սիրտը, տեսնում է մեր կարգավիճակը։ Վերջի հատվածը կարդամ։ Արդ նրանց մի նմանվեք, որովհետև ձեր հայրը, ուշադրություն դարձրեք, գիտի թե ինչ է ձեզ պետք, նախքան նրանից ձեզ որևիցե բան խնդրելը։ Գիտեք, շատերն են մոտեցել, այս հարցը տալիս են, ասում են, լավ, եթե Աստված գիտի, ինչի կարիքը ես ունեմ։ Օրինակի համար իմաստը որն է, որ աղոթելու։ Նույնիսկ մարդիկ են եղել, ասել են, դե կարիքը չկա աղոթելու, մեկը իրապես Աստված ամեն բան գիտի։ Գիտեք, եթե մեր նպատակը կամ մեր պատկերացումը աղոթքի նկատմամբ, որ սա է, որ մենք ուղղակի ներկայացնում ենք Աստծուն, թե ինչ ենք ուզում, մենք չարաչար սխալվում ենք։ Ինչի որտեվ աղոթքը գոնե ամենակիչը կարող ենք ասել, որ բաղկացած է փառաբանությունից, այսինքն մենք մեծարում ենք Աստծուն, ով է Աստված, ինչ է արել։ Դրանից հետո խոստովանում ենք մեր մեղքերը, մեր իրավիճակը, ինչ ենք արել, ինչ ընթացքի մեջ ենք։ Երրորդը շնորհակալություն ենք հայտնում այն ամենի ինչ համար, ինչ որ Տերը մեզ տվել է։ Եվ նոր ամենավերջում մեր խնդրանքն ենք ներկայացնում։ Եվ եթե մեր տրամաբանության մեջ աղոթքը միայն խնդրանք է, այդ դեպքում համաձայն եմ, որոշ առումով կարանք ասենք անիմաստ է, չնայած այդտեղ գիտեք ինչն է նաև երևում։ Երբ որ մենք խնդրում ենք, մենք ցույց ենք տալիս, որ մեր կախվածությունը ումից Աստծուց։ Մենք եւս մեկ անգամ հասկանում ենք, շեշտում ենք, ասում ենք, որ մենք Տեր կախված ենք քեզանից։ Առաջ Աստված մյուս կիրակի, երբ որ կխոսենք տերունական աղոթքի մեջ մասին, ընդ կտեսնեք Հիսուս հետևել խոսքն է ասում։ Ասում է Տեր ամեն օրվա հացը ինչ արա, տուր մեզ այսօր։ Սա ցույց է տալիս Հիսուս Քրիստոսի կողմից, որ մենք ամեն օր կախվածություն ունենք Աստծուց։ Եվ այն հացը, որ մենք ստացել ենք, մի կարծեք, որ դե ձև էլ պետքա լինի։ Տերը պարտավոր է մեզ ամեն օր կերակրելու։ Երբ որ տաքսի էի քշում, տաքսի քշելու մեջ անդադար աշխատավարձ չկա, էլի, ամսվա վերջում ինչ որ մեկը աշխատավարձ չի տալիս քեզ։ Քո ամեն օրվա աշխատանքը կախված է այդ օրվա աշխատանքի հետ։ Աշխատանք այդ օրը կունենաս, վարձատրություն էլ կունենաս։
չես վարի մեքենան, չես էլ ունենա վարձատրություն։ Եվ ամեն անգամ երեկոյան, երբ որ գալիս էի, Տիրոջը շնորհակալություն էի հայտնում այդ օրվա համար։ Թե ինչպես Տերը պահեց, ինչպես առաջնորդեց, ինչպես կարողացա այսօր էլ գումար վաստակել ընտանիքը պահելու համար։ Բայց հետո մեկ անգամ այս ձևի մի հատ միտք մոտս եկավ։ Ասում Տեր Աստված, երբ որ ժամանակը գա, պահը գա, օրինակի համար, որ ֆինանսական հարցը ամեն օրվա հետ կապված չլինի, ամեն ամիս ստաբիլ գումար ես կարողանամ վաստակեմ։ Արդյոք ամեն օր ազնիվ կերպով շնորհակալություն կհայտնեմ նրա համար, ինչ որ ես այսօր ունեմ։ Գիտեք, սա մի բան է, որ մենք անդադար մեզ պետք է հիշեցնենք, որ մենք լիարժեք կախված ենք Աստծուց։ Եվ այդ ամեն ինչը պետք է ցույց տանք աղոթքով։ Պետրոս Առաքյալը Առաջի Պետրոս 5-րդ գլուխ 7-րդ համարում գրել է հետևյալ խոսքերը. Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք։ Ինչու՞։ Ասում է, որովհետև նա ձեզ հոգ է տանում։ Մենք այս ձևի հայր ունենք, դրա համար էլ աղոթում ենք։ Մեր ողջ հոգսերը, մեր ողջ էությունը, մեր ողջ ով լինելը տալիս ենք մեր հորը։ Ու չենք անում նրա համար, որպեսզի ցուցադրական լինենք, կեղծավորություն չենք անում։ Անկեղծ պետք է այդ լինենք։ Դրանից հետո երբ որ աղոթում ենք, պետք է առանձնանանք, մենք մեր աղոթքի ժամը ունենանք։ Դա այն լավագույն պահն է մեր համար, որ մենք կարողանանք կտրվենք ամեն ինչից։ Կտրվենք ամեն մեկից։ Ուղղակի ես, Աստված ու իմ խոսքը, Աստծո խոսքը։ Կարդացեք, աղոթեք, այդ ժամանակ անցկացրեք, սա կարևոր է, սա թանկ է։ Առանց դրա ձեր հարաբերությունը շատ ֆորմալ, շատ թույլ ու տկար է լինելու, ինչի որտեղ դուք անձնական հարաբերություն չունեք։ Եվ երրորդը, երբ որ աղոթում եք, մի շատախոսեք։ Այն ինչ որ կա ձեր սրտում, դա էլ ասեք, ազնիվ կերպով խոսեք։ Ինչպես որ խոսում եք ձեր բարեկամների, ձեր հարազատների, ձեր հոր հետ, երկրավոր հոր հետ։ Նույն ձև էլ խոսեք ձեր երկնավոր հոր հետ։ Ազնիվ կերպով խոսեք։ Եթե հարցեր ունեք, այդ հարցերը ուղղեք առ Աստված։ Կասկածներ ունեք, նույնիսկ այդ կասկածներն ուղղեք։ Երբ որ Թովմասը կասկածեց, Հիսուսը չհանդիմանեց։ Հիսուսը չասեց անամոթ, այլ հակառակը ասեց արի տես խոցված տեղերս։ Ու դրանից հետո Թովմասը հավատաց։ Եթե ցավեր ունեք, այդ ցավերը ներկայացրեք, հասկանում եք, շփում ունեցեք, շնորհակալությունը հայտնեք, ցույց տվեք ձեր ով լինելը եւ Տիրոջ որտեղ լինելը կամ ով լինելը։ Ուզում եմ ավարտին հիշեցնեմ ձեզ Մյուլլերի մասին։ Ջորջ Մյուլլերը, որ ծնվել էր Գերմանիայում, իր կյանքի մեծ մասը անցկացրել էր Անգլիայում։ 1836 թվականին նա հիմնադրում է առաջի որբանոցը։ Իր կյանքի ընթացքում հիմնել է 5 խոշոր որբանոցներ եւ այդ 5 խոշոր որբանոցների շրջանակում ավելի քան 10,000 որբերի են օգնել։ Տեսեք ինչ թվեր եմ ասում։ Ուշադրություն դարձեք շարունակությունը։ Այս մարդը երբեք ֆինանսի օգնության համար որևիցե մեկին չի դիմել, լսում եք։ Ամեն բան գնացել առանձնացրել Տիրոջնա հանձնել։ Ու Տերն էլ մարդկանց է բերել, ովքեր որ օգնել են այդ հարցում։ 10,000 որբեր։ Պատմությունը կամ ընդհանրապես կարաք նայեք, ընդամենը 2 օրինակ եմ ուզում բերեմ, որ Մյուլլերն է ասում, որ որբանոցում հաց չկար ուտելու ու պահն էր ժամներ եկել, որ միասին պետքա ճաշի ժամը լիներ, հայտարարում է, որպեսզի ծառայողները սեղանին դնեն հացը, ժողովրդին նստացնեն, ոչ մի հաց, ոչ մի բան չունեն, ու աղոթք են բարձրացնում, սկսում են գոհունակություն հայտնել հացի համար։ Երբ որ աղոթքը վերջացնում են, հաց թուղթն է նոր ներս մտնում, ասում է, որ ամբողջ գիշեր ասում է չեմ կարողացել քնել, ուշք ու միտքս ձեր վրա էր, որ պետքա շուտ հելնեմ ու հաց պատրաստեմ ձեր համար։ Երկրորդ դեպքը, որը որ էլի կաթի հետ էր կապված, կաթ չունեին ժողովուրդը, աղոթք են անում ու աղոթքից հետո մտնում է մեկը, ասում է սայլակից բանը այդ ակն է կոտրվել ու դե եթե սենց մնա փչանալու է կաթը։ Դրա համար ուզում եմ այս ողջ կաթը ձեզ նվիրեմ, որպեսզի կարողանան ձեզ համար օգնություն լինել։ Ֆինանսականի համար էլ ասացի, որ երբեք որևիցե մեկին ուղիղ կերպով ֆինանս չի խնդրել, որևիցե մեկից, այլ միշտ խնդրել է աղոթել Աստծուն ու Տերը կարողացել է ամեն բան իր ժամանակին հասցնել։
Գիտեք, նման օրինակներ շատ կարելի են նույնիսկ մեր կյանքից։ Ես չեմ ասում նորից ծայրեղության գնանք օրինակի համար, եթե կարիքը կա չհայտնենք դրա մասին։ Չէ, խոսքը դրա մասին չէր։ Մյուլերը ինքը իր հարաբերությունն ուներ Աստծո հետ եւ իր ընթացքն ուներ։ Բայց այնուամենայնիվ սա այն հստակ օրինակն է, որ մենք որպես քրիստոնյաներ պարտավոր ենք աղոթքի կյանքի մեջ լինելու ազնիվ կերպով։ Ու դա այն է, ինչ որ Տերը մեզանից ակնկալում է։ Դրա համար սիրելիներ, մտածեք եւս մեկ անգամ, վերանայեք ձեր աղոթքը, վերանայեք ձեր աղոթքի կյանքը։ Արդյոք ձեր մենիկ պահը ունեք, թե ոչ։ Արդյոք ձեր աղոթքները չեք անում մարդկանց երևալու համար։ Արդյոք կեղծավորություն չեք անում, երբ որ աղոթում եք Աստծո առաջ։ Ինչու որտեղ Աստված ամեն բան տեսնում է։ Եվ սա մեր կյանքի անբաժանելի մի մասն է, դրա համար կխնդրեմ, որ սրա մասին մտածեք։ Անկեղծ սրա մասին մտածեք։ Եթե նույնիսկ դեպքեր են եղել, որ կեղծավոր ենք եղել, աղոթեք, որպեսզի Տերը ների։ Աղոթեք, որպեսզի Տերը շտկի ձեր կյանքում, որպեսզի վերականգնվի այն աղոթքը, այն կենդանի շփումը, որ մենք պետք է ունենանք մեր երկնավոր Հոր հետ։ Հիմա սիրելիներ, ուզում եմ ոտքի կանգնենք, աղոթքին ենք ուզում ժամանակ տրամադրեմ եւ կցանկանամ, որ այստեղ հիմա դալիճից, եթե մարդիկ կլինեն, որ կուզենան աղոթեն, ամեն մեկը ձեր տեղից 2-3 հոգի աղոթեք ու ես դրանից հետո աղոթքով կվերջացնեմ։ Բայց նորից այն ինչ որ կա ձեր սրտի մեջ, ազնիվ կերպով ուղեք առ Աստված, Տիրոջը փառավորեք ու Իրանից ակնկալեք պատասխանը։ Եկեք աղոթենք։ Մեր երկնավոր Հայր, իրապես դու ամեն բան գիտես, Տեր։ Գիտես մեր սիրտը, գիտես մեր հոգսերը, գիտես մեր կարիքները։ Մենք քո առաջ ինչպես բացված գիրք ենք եւ ոչ մի բան չենք կարող թաքցնել, Տեր, եւ չենք էլ ցանկանում։ Օգնի, որ իրապես աճենք քեզ հետ հաղորդակցության մեջ, Տեր, որ դու մեզ հետ խոսես քո խոսքիդ միջոցով եւ մենք էլ քեզ հետ հաղորդակցվենք աղոթքի միջոցով, Տեր, որովհետեւ քո որդու Հիսուս Քրիստոսի միջոցով ունենք այդ արտոնությունը եւ ունենք այս հնարավորությունը։ Եվ կարիք չունենք ինչ-որ հատուկ տեղեր գնալու, հատուկ ժամերին, հատուկ վայրերին ինչ-որ մասնակցություն ունենալու, այլ Տեր, դու հնարավորություն ես տվել աղոթելու այնտեղ, որտեղ որ գտնվում ենք, Տեր։ Քեզ համար տարբերություն չկա, թե ինչ դիրքով ենք աղոթում, կարևորը ազնիվ լինենք, Տեր։ Կլինի կանգնած, ծնկաչոք, նստած, պարկած, Տեր։ Կարևորը որպեսզի ազնիվ կերպով առանց կեղծիքի գանք քո առաջ ու քեզ փառավորենք, Տեր։ Ուստի աղոթում եմ, որ իրապես այցելություն անես մեզ, ողորմես մեզ, որ չնմանվենք արտակուստ հավատացյալների, որոնք որ հոգևոր կյանք չունեն, որոնք որ աղոթքի կյանք չունեն։ Չնմանվենք հեթանոսների, որոնք որ սիրում են շատախոսել։ Չնմանվենք մարդկանց, ովքեր որ ուղղակի ձևական քայլեր են անում, Տեր։ Այլ ապրենք քեզ փառավորելով, որտեվ դու մեր հայրն ես ու դու ցանկություն ունես հոգ տանելու մեզ համար։ Ոստի ողորմիր եւ դու փառավորվիր։ Ամեն ինչի փառքը թող լինի Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Հավիտյանս հավիտենից։ Ամեն։